Բարի օր սիրելի երոստաթիրող, այսօր պատրաստելու ենք բատատով կամ կաղցր կարտոֆիլով աղցան, շատ առողջարար, շատ հեշտ պատրաստվող ու շատ համերի ինչ-որ հավաքածո, որը հետաքրքիր համադրություն է, մեզ նիհարացնում է և մենք հաճելի զգացողություն ենք ունենում։ Այսօրվա պաղադրատոմսի համար մեզ պետք է մի բաժակ եփած կարմիր լոբի, մի հատ կարմիր կարտոֆիլ կամ բատատ, մի հատ ավոկադո, մի հատ կիտրոն և մի հատ կարմիր սոխ, կես բաժակ կտրատած ազատքեղ կամ մաղադանոց, մեկ բաժակ եգիպտացորեն, կես բաժակ կինոա, 50 գրամ կարագ։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև բողբեղ, կարմիր բողբեղ, քիմիոն և ցիտապտղի ցետ։ Այստեղ բերել եմ մի հատ ափսե, որովհետև այս քինոան պետքա մի հատ լվանամ, ընդհանրապես քինոան կարող եք լվանալ, որովհետև մի քիչ ավելի ինչ-որ լեղվություն կամ դառնություն ունի, էդի գնում է։ Հիմա լվանանք ու հետ վերադառնանք։ Վերցրեցի մի բաժակ սիլի մեր ջրից, քանի որ ունեմ կես բաժակ քինոա, ավելացնում եմ մի բաժակ ջուր։ Հիմա մի հատ եփ կուքա և կավելացնեմ քինոան, հետո մի թեթև աղ և ցիտապտղի ցետ։ Դե իհարկե աղը և բոլոր մեր համեմունքները մարանեկից, մի քիչ ցիտապտղի ցետ և քինոան։ Մի հատ խառնում եմ ու թողնում ենք եփի։ Իսկ հիմա բատատը։ Բատատը կտրատում ենք, մի քիչ ուժեղ ուժ ա պետք, այսինքն սենց կարակ անեք։ Ես այսպիսի բաներ երկու թանակով եմ կտրում, որպեսզի ուժ առնեմ, գամա Ալեքսն ա լինում դունը, իմ ամուսինը իրեն եմ ասում, որովհետև էս և թթումը միշտ ուժ ա պետք։ Գիսում եմ, ես մասնավոր գեղևը չեմ հանում, որովհետև ես բաթաթը սիրում եմ գեղևը վրան, ավելի համով ա լինում։ Եվ իհարկե ավելի օգտակար։ Գրեթե կփորձենք նույն չափսի անել ամեն կարտոֆիլները։ Ուրեմն, այստեղ արդեն տաքացրել ենք, ավելացնում եմ ցիտապտղի ցետ, քանի որ ցիտապտղի ցետը պատրաստ է, ավելացնում եմ մեր բատատը։ Ավելացնում ենք աղ, սև բողբեղ և պապրիկա։ Այս երեքը համովացնում են և մի քիչ քիմոն։ Աղը թրի, բողբեղը, քիմոնը, պապրիկա։ Թողում ենք լավ տապակվի։ Դե ինչ սիրելիներս, մի հատ ստեղ հավաքենք, մաքրենք, լվացվենք ու լվանանք մեր սիրելի սավայով, որպեսզի փայլացնենք այդ մեր ամանները և մաքրենք, ու հետ վերադառնանք արդեն կարտոֆիլը կամ բատատը, կարմիր կարտոֆիլը գրեթե պատրաստ կլինի։
Սավա շատ լավ է։ Մի հատ խառնում եմ։ Եվ գնում ենք, վերաթարնում ենք մեր գործը։ Դե ինձ սիրելիներս, մենք արդեն մեր մարանիգի կարմիր լոբին նախապես խաշել ենք, պատրաստել ենք, որովհետև գիտեք մի քիչ երկար է տևում, եւ արդեն մենք ունենք համով հադիկներ։ Ոնց ասում են, ընդրյալ հադիկ, համի կախնիկ, մարանիկ։ Ստեղ ունենք կարակը, մի քիչ պետք է ավելացնենք մեր կարտոֆիլին վրա։ Ես սիրում եմ ցետից հետո ավելացնել, որպեսզի համը լավ տա։ Ստեղ ունենք կարմիր սոխ, ուրախ սվատ պետք է գտրատենք, բայց մի քիչ լանք։ Կարող ենք մի հատ կեղվել, սկիզբը գիսել, հետո կեղվել, որ ավելի հեշտ լինի մարացնելը։ Իրան պիտի անենք գիսալուսին։ Հետո մի հատ էլ կգտրատենք ավոկադոն, մինչ այդ արդեն մեր պատատը եւ քինուան պատրաստ պետք է որ լինեն։ Ես սիրում եմ ընդհանրապես ինչ որ պատրաստում եմ, մի բան անելուց ինչ որ ուրիշ բան էլ միանգամից լինի, որ ամբողջական գործողությունը վերջում որ ստանանք, արդեն մի քանի գործողություն նույն ժամանակ կվերջանա ու կստանանք մեր վերջնական ուտեստը։ Այսպես կիսալուսին եմ անելու։ Բարակ։ Սոխը պատրաստ է։ Կինուան թեր գուզե, սոխը պատրաստ է, ավոկադոն։ Ոնց գիտեք, ավոկադոն այսպես ենք անում։ Բայց ներկայիս ենքան ավոկադոները փանեն, որ չգիտենք, լավ կլինի, հասած կլինի, ոչ հասած, էսի շատ հասած չէ, բայց ոչինչ։ Նայեք, արդեն այս տակտիկները ասում որ պատրաստ է։ Մի հատ ուղղակի խառնում եմ ու մեկ կողմ եմ թողում։ Վերջ։ Պատրաստ է։ Մի հատ էլ մեր պատատները տապակենք ու ստանանք իդեալական համովություն։ Դե ինձ սիրելիներս, թկալով հանում ենք մեր ավոկադոն։ Քարագուսիների ենք կտրատում ավոկադոն, այսպես։ Շարունակում ենք։ Մեր ավոկադոն պատրաստ է։ Իսկ հիմա ինչ ենք անում։ Լիմոնը կտրում եմ։ Մի հատ արաքի վրա ավոկադոյի վրա անում եմ, որպեսզի ինքը քույնը չփոխի։ Ու հետո արդեն կամիջը բերում եմ, որպեսզի սոսը պատրաստենք։ Լավ կամում եմ, մի հատ գիդրոն, քանի որ ընդհանրապես համեմունքը լիմոնն է, ցիտապտղի ցեթը ու քիչիկ պապրիկա, աղ, սև բաբեղ, կիմոն, էսա։ Ու միշտ հիշեք, որ պատատը կամ կարմիր կարտոֆիլը կիմոն շատ է սիրում, շատ։ Կարծեմ պատրաստ է։ Կարող ենք արդեն մարել։ Ուրեմն, ավելացում եմ լիմոնի հյութը։ Աղ։ Բաբեղ։ Սև բաբեղ։ Կիմոն։ Ցիտապտղից հետ և խառնում եմ։
Ես ընդհանրապես սիրում եմ սոսը կինվային հետ խառնել ու հետո աղցանը հավաքել։ Քանի որ մենք ունենք հիմա ամեն ինչ, պետք է հավաքենք։ Այսինքն այսպես 2-3 թքալ կինվայի վրա դնում եմ, որպեսզի կինվան վերցնի այդ համովությունը, մնացածը աղցանին գտնում։ Ուրեմն, հիմա ամենահետաքրքիր մասը։ Ավելացում ենք լոբին, մարանիկի լոբին չմոռանաք, որը նախապես խաշել ենք, կարմիր լոբի, եգիպտացորենը, կինվան, ազատ քեա, սոխը, մի քիչ բացում ենք բերցերքով, եթե բացված չեն։ Ավոկադոն, ավելացում ենք պատրաստած կամ տապակած կարտոֆիլը, և սոսը։ Հիմա արդեն խառնում ենք։ Պահ, քուներ, համով, ինչ ասեմ, բարեր չկան, երևի։ Տեսակ ինչքան հետաքրքիր քույներ ստացվել, մենք հատուկ մոդիկից նկարում ենք, որ տեսնեք։ Արդեն պատրաստ է մատուցելու։ Եվ այսօրվա պատատով և կինվա աղցանը պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ այլը։ Բարեխորժակ։ Դե ինձ սիրելիներս, մեր այսօրվա պատրաստած համովությունը պատրաստ է։ Կարծում եմ ինքը արդեն full meal է գիտեմ, կարող ենք միան ուդել մինագը եւ բավարարությունը ստանալ, որովհետեւ մեջը կա եւ սպիտակուցի փուսականը սպիտակուցի աղբյուր եւ ընդհանրապես ամեն միներալները կան, որովհետեւ շատ առողջարար է։ Նույնիսկ կարող եք նայել մեր նախորդ հաղորդումները, որով մենք հավով լիքը բան ենք պատրաստել, հավով, ջուդով, ուրիշ տեսակի թռչնամթերքով, կարող եք իրա մոտ պատրաստել։ Իսկ եթե հավ պետք ունիք, չմոռանաք զանգեզուրի մասին, կարող եք զանգահարել, իրենք ունին Արագում ամենտեղ, իսկ եթե չեք ուզում զանգահարել, ուզում եք տեսնել տեսականին, գնում եք Պարուշ Սևակ 92-6 հասցեով եւ տեսնել տեսականին ծանոթանան եւ վերցնել ձեր ուզածը։ Մի խոսքով պատրաստենք համովություններ։ Հիմա ես անհամ բերեմ ուտելու, առաջինը պատատից եմ սկսում։ Աղջիկ չեմ։ Այսքան համով աղցան կլինի։ Շատ համով է, չեմ գնար երևակայել ինչքան, մի հատ էլ եմ ուզում ուտեմ։ Այսինքն քաղցրության բալանսը, աղիության բալանսը, թթվաշության բալանսը չեմ կարող պատկերացնել, շատ համով է։ Անպայման պատրաստեք եւ ինքը շատ հագեցնող է։ Չեք փշմանի, ասում եմ ձեզ, մի քանի բաղացիչ կգնաք, շուկայից կվերցնեք, կգաք, կպատրաստեք եւ դուք շատ ուրախ կմնաք եւ ձեր ընտանիքը։ Սիրով վաղը ժամը 9-ին եւ ժամը 17:00 Կենտրոն TV եթերում նորից կսպասենք ձեզ։ Իսկ եթե բաց եք թողում մեր հաղորդումը, կարող եք YouTube-յան ալիքին մեզ բաժանորդագրվել եւ պատճ թողնել ոչ մի հաղորդում։ Բարեխորժակ։